Սիրելի հայրենակիցներ, հարգելի պատգամավորներ, այսօր մենք ունենք զորակոչի հետ կապված լրջագույն խնդիր։ 2025 թվականին բանակ է զորակոչվել զորակոչի ենթականների ընդամենը 35%-ը, իսկ զինվորների թվի 30%-ի չափով տղաներ հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից։ Ստացվում է անարդար եւ անհավասար իրավիճակ։ Բանակից խուսափողները ավելի շատ են, քան ծառայողները։ Անարդարությունը շարունակվում է նաեւ ծառայությունից հետո, քանի որ ծառայողները հետագայում մասնակցում են նաև վարժական հավաքների, իսկ խուսափողները շարունակում են մնալ արտոնյալ կարգավիճակում։ Գործող օրենսդրությամբ ծառայությունից խուսափած եւ 27 տարի լրացած անձինք վճարում են 15 միլիոն դրամ։ Այսպես նրանք որոշ չափով փակում են իրենց չծառայելու բացը։ Առաջարկում եմ նույն սկզբունքով քաղաքացիությունից հրաժարվողներից նույնպես պահանջել 15 միլիոն դրամ եւ բաշխել 10 զինվորների միջև, ամեն մեկին տրամադրելով 1.5 միլիոն դրամ։ Առաջարկում եմ նաև տալ քաղաքացիությունից հրաժարվելուն այլընտրանք, վճարել նույն 15 միլիոն դրամը եւ ծառայել 1 ամիս։ Վստահ եմ, այս դեպքում քաղաքացիությունից հրաժարվողների թիվը բազմապատիկ կնվազի, կունենանք հավելյալ մի քանի հազար զինվոր, իսկ 1.5 տարի ծառայողները կստանան 1.5-ից 3 միլիոն դրամ։ Այս մեխանիզմը մեզ թույլ կտա. Առաջին, Հայաստան վերադարձնել 18-ից 26 տարեկան 4000-ից ավել հետախուզվող տղաների։ Երկրորդ, ամեն տարի ծառայության կբերենք գումար ծախսելով բանակից խուսափող հազարավոր քաղաքացիների։ Եվ երրորդ, ծառայությունը կդարձնենք գրավիչ եւ եկամտաբեր։ Գումարները կհոսեն ոչ թե Հայաստանից դուրս կամ կոռուպցիաներների գրպանները, այլ կտրամադրվեն ծառայող զինվորներին։ Եթե գործող օրենսդրությամբ 27 տարին լրացած տղաները կարող են վճարել 8 միլիոն դրամ եւ ծառայել 1 ամիս, ապա ինչու նման հնարավորություն չտալ 2 անգամ ավելի մեծ գումար վճարելու դեպքում 25 կամ 26 տարեկաններին։ Օրենքի ընդունմամբ կշահեն բոլորը, եւ պետությունը, եւ բանակը, եւ ծառայող զինվորը, կտուժեն միայն բանակից փողով մարդ ազատողները։ Սիրելի պատգամավորներ, խնդրում եմ ձեզ, հնարավորություն տվեք, որպեսզի նախագիծը քննարկվի լիագումար նիստերի դահլիճում։ Խոստանում եմ ընդունել բոլոր պետության համար շահավետ առաջարկները։ Եվ իրականում այս քվեարկությունը ոչ թե նախագծին կողմ քվեարկություն է, այլ որպեսզի նախագիծը մտնի քննարկման փուլ։ Քննարկման փուլում, եթե կհնչեն մտքեր, կարծիքներ, մենք ժամանակ կունենանք քննարկելու, մի բան ակնհայտ է, մենք ամեն օր կորցնում ենք 10-ից ավել զինվոր։ Այսինքն 1 տարի հետաձգումը մեզնից տանում է առնվազն անցած տարվա տվյալներով 2811 քաղաքացիությունից հրաժարված եւ հազարավոր տղաներ, ովքեր տարբեր այլ ճանապարհներով խուսափել են ծառայությունից։ Եվ այստեղ տուժում է ծառայող զինվորը, որովհետեւ ինչպես թվերն են ցույց տալիս, ծառայողները մի քանի անգամ ավելի քիչ են չծառայողներից։ Այս նախագիծը ծառայող զինվորների համար է։ Շնորհակալ եմ։